2024 թվականին Հայաստանում ինքնասպանության և ինքնասպանության փորձի 853 դեպք է եղել, գերակշռեն փորձերը 674։ Ծայրահեղ այս քայլին մարդկանց դրդող պատճառները բազմազան են, բայց վերջին տարիներին հոգեբանական վիճակը ծանրացնող մի գործոն էլ է ավելացել՝ պատերազմները։ Նախորդ օրերին երկու ողբերգական դեպք եղավ, երբ 44-օրյա պատերազմի մասնակից կամավորականներ ինքնասպան եղան։ Վստահ եմ, որ եթե պրպտելու լինենք վիճակագրությունը, սուիցիդի դիմաց անձանց շրջանում կբացահայտենք բազմաթիվ նման անձանց։ Ցավոք, այս ուղղությամբ որևէ մասնագիտական խոր ուսումնասիրություն Հայաստանում չի արվել։ Պատերազմի մասնակիցները կամ անտեսում են իրենց սիմպտոմները, կամ մտածում են, թե կանցնի, կամ հիմա ոչինչ, որ այս կետն էլ ունեմ, եւ իրանք դիմում են սովորաբար մասնագետի կամ բուժ հաստատություններ այն դեպքում, երբ որ կա ֆիզիկական վնասվածք, հա, որտեղ ֆիզիկական վնասվածք ինքը ավելի նյութական է, երևացող է եւ իրենց կարծես ավելի շատ է անհանգստացնում։ Լիանան այն մասնագետներից է, ով պետական եւ մասնավոր նախաձեռնությունների շրջանակում աշխատել է պատերազմի տասնյակ մասնակիցների հետ։ Մարդիկ հիմնականում ունեցել են ծանր վնասվածքներ եւ զուգահեռ հոգեբանական վերականգնում են անցել։ Հոգեբանական ռեհաբիլիտացիայի ենթարկված պատերազմի մասնակիցներին կարելի է մի քանի խմբի բաժանել։ Ահավասիկ խմբերից մեկի ընդհանուր ախտանիշները։ Երզգոնության ռեակցիաներն են, իդեպ, որը հնարավոր է մինչ այսօր բավականին ակտիվ է, այսինքն երբ որ մարդիկ ավելի դյուրագրգիռ են դառնում, չեն կարողանում երկար նույն վայրում մնալ։ Այսինքն ընդհանուր sense գեր ակտիվություն եւ ագրեսիվ որոշակի դրսևորումներ կարող է լինել կամ հենց սոցիումում հարմարվելու հետ կապված խնդիրներ ունենալ։ Իսկ ինչ հոգեբանական օգնություն են ստանում պրոֆեսիոնալ սպաները եւ պարտադիր զինվորական ծառայություն անցնողները, որոնք ծառայության մեջ են եղել հետպատերազմյան ժամանակահատվածում։ Պարզվում է, զորամասերում լինում են հոգեբաններ։ 10 տարի է, որ ներադրվե այդ զինվորական հոգեբանների ինստիտուտը։ Բայց խնդիրը նա է, որ մենք այդքան զինվորական հոգեբաններ մասնագետներ չունենք։ Շատ քիչ է։ Չունենք մասնագետ, որը գիտական կոչում ունի այդ կոդով զինվորական հոգեբանը, որպես որ ինքը կարողանա օրինակ դասախոսություն ու ասպիրանտներ պատրաստի, հայցորդներ պատրաստի եւ զարգացնի այդ ճյուղը։ Արևմուտքում օրինակ, որի չափանիշներին հիմա փորձում է համապատասխանել մեր երկիրը, կան հստակ ուղղորդումներ, պրոտոկոլներ, որոնցով պարտավոր է առաջնորդվել զորամասի հոգեբանը։ Վերջին մեկ ամսում նշիր ինչքան է քեզ անհանգստացրել նշված երևույթը։ Հետաքրքրության պակաս այն բաների նկատմամբ, որոնք նախկինում հաճելի էին, զգացողություն, որ հեռացել ես մարդկանցից կամ օտարվել ես հասարակությունից։ Սա ամերիկյան PCL-5 հոգեբանական թեստն է, որը ակտիվորեն կիրառվում է Ամերիկայի բանակում։ Հոգեբանները տալիս են զինվորներին մոտ 20 հարց, տարբեր ձևերով գնահատում են պատասխանները եւ որոշում են անձը ենթակա է հոգեբանական վերականգնման թե ոչ։ Խոսքը վերաբերում է այն անձանց մասին, որոնք մարտական ծառայություն են անցել կամ մարտական գործողությունների են մասնակցել։ Հայաստանում պետք է կոնկրետ լուրջ մասնագիտական պատրաստված զինվորական հոգեբաններ, որոնք հենց տեղում պիտի աշխատեն զորամասերում զինվորների հետ, մարտական դիրքեր իջնելուց հետո պարտադիր ու ոչ միայն մարտական դիրքերի, պարզապես ծառայության մեջ գտնվող զինծառայողների հետ։ Խնդիրն այն է, որ այս հարցը երբեք գիտական ռելսերի վրա չի դրվել։ Չի համարվել, որ սա կարևոր խնդիր է բանակի մարտունակությունը պահպանելու եւ պատերազմից տուն վերադարձածների հոգեխեղումը բացառելու համար։ 2023 թվականի գլխավոր դատախազի զեկույցի մեջ, եթե հիշողությունս չի դավաճանում, կարծեմ հենց ինքը բարձրաձայնեց այն հարցը, որ ինքնասպանության կատարողների մեջ բավականին մեծ այդ տարի բավականին մեծ տոկոս է կազմում պատերազմով անցածները։ Ժամկետայիններից շատերը հնարավոր է ավարտեն ծառայությունը, adekvat հոգեվիճակում վերադառնան տուն եւ հետո տարիներ անց արդեն պատերազմի թողած հետևանքներն իրենց զգացնել տան։ Մարդիկ դառնան ոչ adekvat։ Հետագայում ինքը արդեն հետտրավմատիկ ստրեսային խանգարման փուլն է գալիս, հա, դա չի նշանակում, որ պարտադիր բոլորի մոտ պետք է լինի, այնտեղ մի տոկոս չէ, մի մասն է, որ կարող է առաջանալ։ 2-3 տարիների ընթացքում ստրեսացին հզոր ազդակների ազդեցություն մարդու հոգեկանի վրա, որի կարողությունները դիմադրողական անսահմանափակ չեն։ Եվ մենք հիմա մենք գործ ունենք
շարունակական կամ կումուլյատիվ կուտակային ստրեսի հետ։ Հետտրավմատիկ սթրեսի մի ամբողջ բույլ են տանում այսօր արցախցիները։ Խոսքը միայն զինվորականների մասին չէ։ Մեծ հաշվով վերջին տարիներն Արցախի բռնի տեղահանված բնակչության համար սթրեսների մի ամբողջ շղթա էր։ Շրջափակման ամիսները, անորոշությունը, գերլարվածությունն ու աղետի ամենօրյա սպասումները բավարար էին մարդկանց հավասարակշռությունից տևական հանելու համար։ Գտավ կամ չգտավ մասունքները հուղարկավորեց, այնուհետև քանի որ 1-2 օր հետո պետք է տեղահանություն լինել, ստիպված եղան արտաշիրմում իրականացնել, տեղափոխելու խնդիր, որովհետև վառելիք չկար, տրանսպորտ, իսկ արդյոք կարող ենք անցնել այդ անցակետը եւ այդ բազմաթիվ ասեկոսները, որ տարածվել է, ցուցակներ կան, որ բոլոր տղամարդկանց ձերբակալելու են եւ տանելու են։ Արցախցիների մոտ անորոշությունն այս պահին էլ է պահպանվում, այսինքն նրանք ապրում են մի իրավիճակում, երբ հստակ զգացողություն ունեն, որ ոչինչ իրենցից կախված չէ, իրենց վերահսկողությունից դուրս է։ Եթե ժամանակին գոնե լիներ համապատասխան մասնագիտական աջակցություն այն մարդկանց, ովքեր հայտնվել են ստրեսային իրավիճակներում, գուցեև հնարավոր լինել որոշ չափով մեղմել հետվնասվածքային խանգարումների այդ չափը, բայց քանի որ չկային համապատասխան թվով հոգեբաններ, եթե անգամ լինեին, նրանք չէին կարող տասնյակ հազարավոր մարդկանց միաժամանակյա օգնություն ցուցաբերեին։ Մարդկանց ամենաշատը տանջող հոգեբանական խնդիրներից մեկը մեղքի զգացումն է։ Գուցե կարող էին մի բան ավելի անել, որը չարեցին։ Ինչ որ մեկին փրկել, ինչ որ մեկին օգնել։ Նույն խնդիրը զինվորների շրջանում է նկատվում։ Տղաներից մեկը պատմում էր, որ ինքը շատ վատ սարսափելի վիրավորումներ ուներ, հա, իսկապես ֆիզիկապես շատ վատ վիճակում էր նաև գտնվում, բայց ինքը մեղքի զգացում ուներ, որ չի կարողացել իր անկերոջը դուրս անել այդտեղից, բայց եթե մենք այսպես ռացիոնալ նայենք, ինքը ուղղակի ունակ չի եղել հանելու, հա, որտեվ ինքը այդ շատ զարմանալիորեն կարողացել է ուղղակի ողջ մնալ իրականում։ Առանձին թեմա է պրոֆեսիոնալ զինվորականների հոգեբանական վիճակը։ Խոսքը մարդկանց մի հատվածի մասին է, որը ոչ միայն պատերազմներից բխող անընդմեջ հոգեբանական ճնշումների ներքո է, այլև այդպիսի ճնշումների է դիմագրավում անձնական դաշտում, ինչն էլի կապված է մասնագիտության ընտրության հետ։ Այն մարդիկ, ովքեր իրենց կյանքը կապվում են զինվորական ծառայությանը, շատ մարդիկ ընտանիքները բաժանվում են, որովհետև եթե երկու շաբաթ վերցնենք մարտական դիրքերից հետո գալիս են լավագույնը 7-8 օր այդ մարդը տանում ունի, բնականաբար այդ բացասական ազդեցությունը իմ աղջիկ, երբ որ ես վերադառնում եմ, ինքը չէ ճանաչում։ Զինվորականների հոգեբանական վիճակը պետք է դառնա բանակի մարտունակության ապահովման գործողությունների մի մասը, այնպես ինչպես մարզումները կամ զենքի գնումը։ Ինչ վերաբերում է պատերազմի մասնակիցներին, մասնագետների կարծիքով պետական մակարդակով կարելի է հրահանգել տեղամասային բժիշկներին լինել ուշադիր, եւ եթե պատերազմի մասնակից պացիենտի մոտ նկատվեն որոշակի ախտանշաններ, նրան ուղղորդեն այն կենտրոններ, որոնք պետության աջակցությամբ եւ ֆինանսավորմամբ զբաղվում են հոգեբանական ռեհաբիլիտացիայով։ Արմեն Նաթալյան, Վահրամ Ավոյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։